Արտգործնախարարությունը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի ադրբեջանական առաջարկներին եւ հայկական կողմը կվերանայի երկու չհամաձայնեցված կետերի շուրջ դիրքորոշումը։ Արտաքին գերատեսչությունից Ազատությանն ասացին, այս հարցերին դեռ չեն անդրադառնում։ Նախագծի 12-րդ խմբագրումը Բաքուն Երևան ուղարկեց մոտ 10 օր առաջ եւ այն ստանալուց 3.5 ամիս անց, չընդունելով չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ Երևանի առաջարկները։ Վիճակագրությունը չի փոխվել։ Կա 17 հոդված, 15 համաձայնեցված է, 10 երկուսը չհամաձայնեցված։ Հիմա երկուսը չհամաձայնեցված է։ Ինքը չհամաձայնեցվածության տարբեր տոկոսներ կարող է ունենալ։ Կարող է իրենք շարունակում են մնալ չհամաձայնեցված եւ հետեւաբար իրենց վրա աշխատանքը պետք է շարունակեն։ Անցած շաբաթ վարչապետը երեկ էլ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, Բաքվին պատասխանելու ուղղությամբ հայկական կողմն աշխատում է։ Այդ առաջարկները, նոր առաջարկները հիմա քննարկվում են եւ հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանը կփորձի արդեն սեփական առաջարկով հանդես գալ եւ պատասխանել Ադրբեջանին։ Չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելուն, մյուսը սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն։ Երկու կետերն էլ խաղաղության պայմանագրի նախագծում քննարկվում են Բաքվի առաջարկով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ նշել էր, պատրաստ են սահմանազատված հատվածներից հանել երրորդ երկրների ներկայացուցիչներին։ Ընդունելի էր համարել նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հայցերի հետ քաշումը։ Մի շեշտադրմամբ, որ դրանից հետո կողմերը նույն հարցերը չպետք է դարձնեն էսկալացիայի աղբյուր։ Եթե Եվրամիության դիտորդներին սահմաններից հանելու հարցում իշխանության հետ քայլը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը քիչ հավանական է համարում, ապա հայցերը հետ քաշելու դեպքում հակառակը։ Ադրբեջանի կողմից ճնշումների դեպքում ես չեմ բացառում, որ Հայաստանը պատրաստ կլինի առանց որևէ նախապայմանների հայցերը հետ քաշել միջազգային իրավական կառույցներից, բայց կարծում եմ առնվազն փորձելու են պահպանել փոխադարձության սկզբունքը, այսինքն եթե Երևանը հետ կանչի, Բաքուն եւս առնվազն գոյություն ունեցող հայցերը պետք է հետ կանչի։ Որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում հնարավոր է Երևանը նոր մոտեցումներով հանդես գա, այս շաբաթասկզբին ակնարկեց ազգային ժողովի նախագահը։ Ուժադարձությունները անենց արագ են զարգանում, կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինի մոտ օրերս, չես կարող ասել։ Կարող են շատ նորություններ տեղի ունենան եւ ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան։ Օրինակ մեր պատասխանը գնա Ադրբեջանի այս շաբաթվա ընթացքում խաղաղության պայմանագրի։ Օրերս պաշտոնից հեռացավ Բաքվի դեմ Երևանի հայցերը միջազգային ատյաններում ներկայացրած Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Հայցերը հետ կանչելու հարցում Կիրակոսյանը իշխանության տեսակետը ըստ էության չէր կիսում։ 2 ամիս առաջ Ազատությանն ասել էր, իրավական վեճերը ոչ թե խանգարում, այլ հակառակը կարող են նպաստել խաղաղության հաստատմանը։ Պաշտոնը լքելու մասին Կիրակոսյանը երեկ խոսեց առանց այս թեմային անդրադառնալու։ Իշխանությունից էլ վստահեցնում են, թե այդ երկու գործընթացները միմյանց հետ կապ չունեն։ Տիգրան Գրիգորյանը մինչդեռ կարծում է Կիրակոսյանի հեռանալը կապ ունի հայցերը հետ քաշելու հարցի հետ։ Վստահաբար այդ որոշումը պայմանավորված է հենց Հայաստանի կառավարության պատրաստակամությամբ գնալ այդ լուծումին։ Այդ անհամաձայնությունը առկա էր վերջին ամիսների ընթացքում եւ ես որևէ կասկած չունեմ, որ պարոն Կիրակոսյանի որոշումը հենց այդ հարցի հետ է կապված։ Երևանի եւ Բաքվի միջև բանակցվող փաստաթղթի 17 կետերից 15-ի համաձայնեցման մասին կողմերը դեռ անցած տարի հայտնեցին։ Հայ պաշտոնյաները այդ փուլում առաջարկում էին խաղաղության պայմանագիր ստորագրել համաձայնեցված հոդվածներով, չհամաձայնեցվածների շուրջ քննարկումը թողնելով ապագային։ Բաքուն մերժեց, կողմերը շարունակեցին չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքը։ Այժմ քննարկումները հենց այդ հարցերի շուրջ են, բայց առանց բանակցողների դեմ առ դեմ հանդիպումների։